Բարև ձեզ, եթերում չեմպիոնի հետն է։ Այսօր մենք եկել ենք բացահայտելու Եվրոպայի չեմպիոն աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանին։ Պետք է նշեմ, որ մեր չեմպիոնը հայկական սպորտի ամենառոմանտիկ չեմպիոններից մեկն է։ Ողջույն Վազգեն։ Շատ հազվադեպ եմ իմ հարցազրույցները սկսում ոչ սպորտային հարցերով։ 2024-ին Սիրո մայրաքաղաք Փարիզ օլիմպիական խաղերի, այնուհետև կրկին Փարիզ, այս անգամ Սիրո հետևից։ Ինչ նախախնամություն ուներ դա։ Հավանատես աղջիկը Ֆրանսիայից էր, Լիոն քաղաքից, ու այդպես եկավ պահը հասունացա նրան, որ պլանավորեցի ամեն ինչ բերեցի նրան, որ Փարիզում անեմ ամուսնության առաջարկությունը։ Ինչպես է իր մտածել դա Փարիզի օլիմպիական խաղերը դրանում դեր խաղացել էին։ Իհարկե, օլիմպիական խաղերից առաջ շատ լավ շանս էր, կարելի է այսպես ասել, Փարիզում լինելու, քանի որ երբ որ գնում ես մի անծանոթ միջավայր, պետք է ժամանակ, որպեսզի հարմարվես այդ միջավայրին, իսկ այդ ժամանակ արդեն ես մի անգամ եղել եմ այդտեղ օլիմպիական խաղերին ավելի ինձ լավ էի զգում, արդեն հարմարված ծանոթ միջավայրում էի։ Աղջիկները միշտ դժվար են համակերպում մարզիկի կյանքին, որովհետև միշտ մարզումների, միշտ ուսումնամարզական հավաքների, հետո նաև մրցավայր, ինչպես ստացվեց քո մոտ։ Իհարկե, սկզբնական շրջանում բարդ է լինում, որովհետև անդադ ուշադրություն պետք է դարձնես, անդադ պետք է կողքին լինես, փորձում եմ այդ ամեն ինչը համատեղել ու կարող եմ ասել, որ ստացվում է համատեղել։ Սկզբնական շրջանում իհարկե բարդ է լինում, բայց հետո արդեն համատեղ կյանքի ընթացքում, եթե կողակիցդ իհարկե հասկացող ընդունող մարդ է, շատ այդ բարդությունները շատ արագ հաշտվում են, հարթվում են, անցնում ենք առաջ։ Ազգին քեզ ներկայացնելուց նշեցի, որ հայկական սպորտի ամենառոմանտիկ մարզիկը։ Այսուհանդերձ, ո՞րն է քո մոտ ամենաուժեղը։ Մարզիկը հոգեբանորեն ավելի ուժեղ գորգի վրա, թե երազող մարզիկը գորգից դուրս։ Չէ, գորգի վրա ավելի շատ, որովհետև այդպես երազանքների հետևից շատ չեմ ընկնում, հիմնական նպատակներ է, շատ կարևոր նպատակներ ունեմ, թե ընտանեկան կյանքում, թե սպորտային կյանքում, որոնց համար ջանք ու եռանդ չեմ խնայում, որպեսզի հասնեմ։ Վազգեն, դու այն մարզիկներից ես, որի աչքերում հաղթանակից հետո մի ամբողջ պատմություն կա, ավելի շատ բան կա պատմելու։ Ինչ ես պատկերացնում, ինչ ես ուզում ասել ցանկացած հաղթանակից հետո։ Ցանկացած հաղթանակ իր հետևում ճանապարհ ունի անցած, շատ բարդ ճանապարհ ենք անցնում, թե մարզումային փուլում, թե վնասվածքների վերականգնողական փուլում, եւ այդ ամեն ինչը ուղղակի այդպես հեշտ չի հաղթահարելը։ Շատ մարդիկ տեսնում են միայն մեդալը, արդյունքը, ինչին որ հասնում ենք։ Չեմ էլ կարող մեղադրել, որովհետեւ միայն ներսի մարդիկ կարող են տեսնել ու հասկանալ, թե ինչ աշխատանք են կատարում։ Հիմնականում շատ բարդ է ստացվում, այդպես չի, որ գալիս ենք, ուղղակի պարապում ենք, հետո գնում հանգստանում ու նորից մարզումներ։ Ամեն մարզումից հետո պետք է հասցնել վերականգնվել, ամեն մարզումից հետո լինում են վնասվածքներ, որոնք թողում են հետքեր, եւ այդ ամեն ինչը նաեւ պետք է հոգեբանորեն հաղթահարել, որովհետեւ շատ դժվար է, երբ որ ուղեղումդ կա խառնաշփոթ վիճակ, դու անդադ մտածում ես կարող է չհասցնեմ մրցումից առաջ վերականգնվեմ կամ այս ինչ տեղս էլի ցաված, այդ ամեն ինչը խանգարում են տրամադրվելու եւ մարզվելու։ Իսկ հաղթանակից հետո առաջինը ում մասին ես մտածում։ Հաղթանակից հետո առաջինը մտածում եմ կնոջս մասին, որովհետեւ ինձ շատ է քաջարերում, շատ է ոգևորում, ամեն մրցումից առաջ շատ ենք իրար հետ խոսում, շատ է ինձ տրամադրում, այդ ամեն ինչը ոնց որ ինձ հոգեբանորեն ավելի պատրաստում է ու ավելի թեթև եմ տանում այդ ամեն ինչը։ Ինչ մասնագիտություն ունի։ Ճարտարագիտական է ավարտել։ Վազգեն, հետաքրքիր պատմություն կա նաև քո անվան հետ կապված, քո անվան ընտրության հետ կապված։ Վստահ եմ, երկրպագուներից ոչ բոլորը գիտեն։ Խնդրեմ ինքդ պատմես։ Ես ծնվել եմ 1990 թվականի հոկտեմբերի 27-ին։ Այդ օրը սպանվել է Վազգեն Սարգսյանը եւ այդ դեպքերի հետ կապված իմ անունը դրել են Վազգեն Սպարապետի պատվին։ Վազգեն, դու մի առիթով ասել ես, որ ընկերներիդ խորհրդով ես ընտրել նշամարտը։ Ովքեր են նրանք ու արդյոք նրանք են հասել մեծ հաջողությունների։ Ոչ, նրանք չեն հասել մեծ հաջողությունների, իմ գյուղի ավագ ընկերներն են եղել,
Դպրոցում ես շատ աշխուժ եմ եղել, անդադ մարզվել եմ, դասամիջոցներին ես անդադ այդ պտտաձողերի մոտ էի ու անդադ մարզվում էի։ Բացի այդ սպորտը շատ էի սիրում ու իրանք էլ խորհուրդ տվեցին, որ ըմբշամարտով զբաղվեմ։ Շատ եմ լսել, որ ըմբիշները միշտ ակտիվ են լինում կյանքում։ Կարող է ըմբիշ դառնալ մարդը, բայց խաղաղ մարդ լինի, կամ ինչպես ավելի օգտագործելի լեզվով դինջ։ Կան մարդիկ, ովքեր կարողանում են, հիմնականում կարող է լավ ստացվել, որովհետև մարզումներից հետո պետք է դնջանաս, ոչ թե ակտիվ ինչ-որ բաներ անես, գնաս եւ հանգստանաս, պատրաստվես մյուս մարզմանը։ Վերջերս հայտնվել էիր Հնդկաստանում պրոֆեսիոնալ ըմբշամարտի լիգայում։ Ինչպես ստացվեց այնտեղ գնալը։ Իրականում այնտեղ գնալը շատ պատահական ստացվեց։ Ընկերներիցս մեկը ասեց, որ լիգան վերսկսում են, որովհետև վերջի անգամ 2019 թվականին էր եղել այդ լիգան։ Շատ կարևոր եւ պրոֆեսիոնալ լիգա էր, հիմնականում ուժեղագույն մարզիկներն են այնտեղ հայտնվում։ Կարծեցի լավ շանս է եւ շատ լավ կլինի փորձով փոխանակվել դիմացի Եվրոպայի առաջնությունն է, շատ բան կարող է տալ այդ գոտեմարտերը ինձ։ Եվ այդպես այնտեղ ուրիշ համակարգ է գործում, աճուրդային համակարգ է, այսինքն ներկայացնում են քեզ աճուրդին եւ հնարավոր է քեզ չցանկանա ոչ մի թիմ եւ չհայտնվես կամ ավելի մեծ գումարը ով առաջարկի, այդ թիմից հանդես գաս։ Այդպես մինչև վերջի պահը չենք իմացել, միայն աճուրդը ավարտվելուց հետո արդեն բարձ է եղել, որ պետք է մասնակցենք։ Նաեւ կանոններն են այլ, խնդրեմ կանոնների մասին նույնպես պատմես։ Այո, շատ հետաքրքիր էր ամեն ինչ։ Գոտեմարտում են 2-3 րոպե UV կանոններով, հանգիստը 30 վայրկյանի փոխարեն րոպե 30 վայրկյան էր։ Հիմնականում այդպես էին արել, որպեսզի շատ միավորներ, շատ հնարքներ կատարվեր։ Եվ վերջի մի րոպեն կոչվում էր power minute, որի ընթացքում միավորները կրկնապատիկ էին, այսինքն ցանկացած միավոր, եթե դու 2 միավորոնոց հնարք ես անում, գնահատվում է 2 հատ 2։ Եվ այդպես վերջի մի րոպեում շատ մեծ էր շանսը հաղթանակի հասնելու, քանի որ նույնիսկ 6-7 միավորանոց գոտեմարտը տալու դեպքում կարող էր միայն 4 միավորով հետ բերել այդ ամեն ինչը, միանգամից վաստակել 8 միավոր։ Քո թիմը որտեղ գլավեց։ Իմ թիմը դուրս եկավ կիսաեզրափակիչ, կիսաեզրափակչում պարտվեցինք եւ այդպես միայն եզրափակիչ դուրս եկող թիմերին էին առաջի եւ երկրորդ տեղ, այսինքն գավաթակիր եւ փոխ-չեմպիոններ։ Վազգեն, ինչ ես կարծում, պրոֆեսիոնալ ըմբշամարտի լիգան Հայաստանում կաշխատի։ Կարծում եմ շատ մեծ աշխատանքներ պետք է տարվեն, որպեսզի կարողանա այդ պրոֆեսիոնալ լիգան Հայաստանում աշխատել, որովհետև դա շատ մեծ կազմակերպչական աշխատանք է, դա սովորական մրցաշար չէ, որի ընթացքում ուղղակի գալիս են մարզիկները գոտեմարտելու եւ չեմպիոնին որոշելու, այնտեղ շատ մեծ դեր ունի շոուն, շատ կարևոր բաներ պետք է կազմակերպվի, որպեսզի հանդիսատեսնել ցանկություն հայտնի, մարդաշատ լինի։ Ազգեն մի փոքր ավելի հետ գնանք 2021-ին օլիմպիական վարկանիշային մրցաշարերում դու հաղթեցիր աշխարհի չեմպիոնի, օլիմպիական չեմպիոնի։ Դրանից հետո քեզ Տոկիոյի օլիմպիական խաղերում մասնագետները ֆավորիտ էին համարում, բայց չստացվեց։ Տարիներ են անցել, հասկացել ես ինչու։ Ճիշտն ասած, այդ օլիմպիական խաղերի ժամանակ սահմանափակումները շատ էին։ Տոկիոյում էր օլիմպիական խաղերը եւ ժամային գոտին շատ տարբեր էր, 5 թե 6 ժամ այնտեղ առաջ էր, ու մենք մեկնեցինք այդտեղ 2 օր առաջ, որի հետևանքով այդ չկարողացանք պատրաստվել այդ ամեն ինչին, ժամային գոտիներին։ Ես գոտեմարտից առաջ, ես էլ Արսենն էլ գոտեմարտից առաջ այդ գիշերը ընդհանրապես չենք քնել, որովհետև այդ ժամային գոտիների պատճառով չենք հարմարվել։ Իսկ առավոտյան արդեն կշերքից հետո նոր այդ ժամանակ ոնց որ ուզում էինք քնել, բայց ժամանակ չկար արդեն։ 2023-ին դու արդեն Եվրոպայի չեմպիոն էիր։ Ինչ տվեց դա քեզ։ Միայն վստահություն։ 2023-ին իմ Եվրոպայի չեմպիոն դառնալը ինձ համար շատ սպասված էր։ Ես կարելի ասել մի քանի տարի չկարողացա մասնակցել Եվրոպայի առաջնությանը, 21 թվականին մասնակցեցինք վարկանիշային մրցաշարին, որից հետո 20 օր հետո Եվրոպայի առաջնություններ չկարողացանք մասնակցել։
իսկ 22-ին վնասվածք ունեի, նույնպես չկարողացա մասնակցել։ Ես ավելի շուտ էի ուզում դառնալ Եվրոպայի չեմպիոն, բայց եկավ այնպես դասավորվեց, որ 23-ին դարձա։ 2024-ին դու օլիմպիական խաղերին մեկնեցիր կրկին տիտղոսակիր մարզիկի կարգավիճակով, Եվրոպայի գործող չեմպիոնի կարգավիճակով, բայց կարծես օլիմպիական խաղերը նման չեն այլ մրցաշարերի, այնտեղ ուրիշ հարթություն է, ճիշտ եմ։ Այո, իհարկե լարվածությունը ավելի մեծ է լինում օլիմպիական խաղերում, քանի որ ամեն օլիմպիական խաղ դա շանս է, քանի որ դա լինում է 4 տարին մեկ, իսկ սպորտսմենի կյանքում 4 տարին դա շատ կարճ եւ շատ երկար ժամանակահատված է, որովհետեւ կարող ես վնասվածք ունենալ կամ 4 տարի նույն մարզավիճակում մնալը շատ դժվար է մարզիկի համար, որովհետեւ ի հայտ են գալի նոր մարզիկներ, ավելի երիտասարդ, ավելի նոր մեթոդներով մարզվող, որոնց հետ պետք է կարողանաս ժամանակի հետ համահունչ ավելի ճիշտ մարտավարություն ընտրես եւ ճիշտ գոտեմարտ տանես։ Ամեն 4 տարին մեկ օլիմպիական խաղերին մեկնելը դա դժվար եւ բարդ գործընթաց է, պետք է միշտ մարզավիճակ պահես, որը կարծում եմ հեշտ բան չի։ Եթե հաջողվի քեզ Լոս Անջելես 2028 մեկնել, արդեն ստացվում է, որ 8 տարվա փորձ ունես, 2 օլիմպիական ցիկլի փորձ ունես։ Ինչ կանես, որը չես արել մինչև այս։ Ավելի, կարծում եմ, ավելի հանգիստ կմոտենամ օլիմպիական խաղերին, ավելի արդեն 2 օլիմպիական խաղերի փորձը կօգտագործեմ հաջողության հասնելու համար։ 2026-ը բավականին հագեցած է սկսել արդեն հնդկաստանյան մրցաշարով։ Ինչ ես կարծում, այն քեզ ուժեղացրեց։ Այո, շատ կարևոր էր ինձ համար, որովհետև նորից ոգևորությունս բարձրացավ, հաղթելու ցանկությունը մեջս արթնացավ, շատ եւ այդ շոուն այդ ամեն ինչը ոնց որ տրամադրի ավելի մեծ հաղթանակների։ Վազգեն, նշեցիր նոր մարզիկներ են գալիս նոր մեթոդներով ավելի թարմ։ Ինչ ես կարծում 2023 թվականի Վազգեն Թևանյանն էր ավելի ուժեղ, թե հիմա։ Հիմա եւ ուժեղը լինելու 2028-ին։ Իսկ ինչ սկզբունք ունի Վազգեն Թևանյանը։ Միշտ կատարելագործվել, ավելի հաղթել անցած օրվա Վազգենին։ Արժևում Եվրոպայի առաջնությունն է Ալբանիայում կայանալիք։ Նախորդ առաջնությունում բրոնզե մեդալակիր էիր։ Ինչ խնդիր ես դրել այս տարի։ Իհարկե գնում եմ ոսկու հետևից։ Լավ սկսել ենք տարին, լավ մարզումներ ենք անցկացնում, ներկա պահին արդեն երկրորդ հավաքն է Օլիմպիավանում, նոր թարմ ուժերով սկսել ենք։ Վազգեն, Արսեն Հարությունյանի հետ հետաքրքիր պայմանավորվածություն ունեմ։ Երբ նա առաջին ոսկե մեդալը նվաճեց 2019-ին, ես ասացի, որ դու 5-ն ես նվաճելու։ Այդ տարիներին շատ քչերն էին հավատում, որ մենք ազատ ոչում կարող ենք 5 ոսկի մեդալ նվաճել։ Արսենն արդեն քառակի Եվրոպայի չեմպիոն է ու գնում է 5-րդ ոսկու հետևից։ Իդեպ, պայմանավորվեցինք նա իր 5-րդ ոսկին ինձ է տալու։ Եթե անկեղծ հավատում եմ, որ դու էլ երրակի Եվրոպայի չեմպիոն ես դառնալու։ Եթե երրորդ ոսկին նվաճես, ինձ կտաս։ Ինձ կնվիրես։ Խնդիր չկա։ Դե ինչ շուտով Եվրոպայի կրկնակի չեմպիոնական մեդալատեր եմ դառնալու։ Սա կես կատակ կես դուրս իր չեմպիոնի հետն այսօր ավարտվեց։ Մեր չեմպիոնը Եվրոպայի չեմպիոն աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանն էր։ Կհանդիպենք նոր չեմպիոնի հետ։